Բարև ձեզ, եթերում բանաձև նախագիծն է։ Այսօր վերջապես հանգուցալուծվեց 72 ժամյա դրաման, որ ընդգրկում էր հայկական ժամանակի լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալումը, այսօր նրան ազատ արձակեցին։ Ու հենց այս առիթով այս օրերին ակտիվացան խոսակցությունները իրավապահ համակարգի գործողությունների օրինաչափության մասին։ Եվ այս առիթով այսօր բանաձևի տաղավարում է Փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, բարի երեկո, պարոն Սահակյան։ Իհարկե մենք երկար ենք պլանավորել այս զրույցը, որ պետք է կապված լիներ Փաստաբանական պալատի գործունեության հետ, այդ մասին կխոսենք հաղորդման երկրորդ հատվածում, հիմա ինչպես ասում են օպերատիվ լրատվության հետքերով։ Նախ առաջին հարցը Հայկի ձերբակալությունը լայն արձագանք ստացավ, ինչով էր արտառոց այն։ Արտառոցության տեսակետից հարցը կարելի է դիտարկել երկու ասպեկտով, մեկը կապված երևույթի հետ, մյուսը կապված անձի հետ։ Եթե հարցը դիտարկում են կապված դեպքի հետ, ապա ինձ համար որպես պրակտիկ փաստաբանների պալատի նախագահի, որ անընդհատ առնչվում է փաստաբանների կողմից ստացված ինֆորմացիաներով, հայտնի է, որ երևույթը արտառոց չի։ Նման դեպքերը, երբ անձը ձերբակալվում, կալանավորում է ոչ այնքան օրենքի պահանջին համապատասխան, այլ օրենքի տառին հակառակ, նման երևույթները եզակի չեն։ Ես բազմիցս նման դեպքերի մասին հանդես եմ եկել հեռուստաեթերում եւ ասել այդ մասին, մասնավորապես անցյալ տարվա 3 ամիսների ընթացքում 3 անգամ հենց այս թեմային է նվիրված եղել իմ ելույթները Երևան հեռուստաընկերությունում եւ Արամ Աբրամյանի հետ համատեղ հարցազրույցում։ Ինչու արտառոց չի, որովհետև նման դեպքերը իրոք շատ են։ Դեպքեր, որտեղ անձի նկատմամբ ընտրվում է խափանման միջոց կալանավորումը, նաև այսպիսի հանցատեսակների համար անզգույշ հանցագործությունների նման երևույթներ կան։ Կան երևույթներ, երբ անձի նկատմամբ խափանման միջոց կալանավորում է ընտրվում, նաև պատահարի վայրը թողնելու համար։ Այլ հարց է, որքանով է դա տեղին, որքանով է դա անհրաժեշտ։ Ես գտնում եմ, որ հաճախ այդ խափանման միջոցը չպետք է կիրառվի, դա պետք է կիրառվի միայն քրեական դատավորության օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով նախատեսված այն 5 հայտնի հիմքերի առկայության դեպքում։ Դրանք որոնք են, բացի ձեզանից հիմա ոչ ոք չգիտի դրա մասին։ Ճիշտն ասած, ես էլ բոլորը չգիտեմ, կատակ եմ անում։ Դրանք հետևյալներն են. անձը կխուսափի, կխոչընդոտի, կթաքնվի, կկատարի նոր հանցագործություն եւ այլն, եւ 5-րդը չթվարկեցի։ Ինչևից է, շատ դեպքերում քննիչը դժգոհ լինելով այն հանգամանքից, որ անձը, որին հրավիրում է հարցաքննության, չի ներկայանում, այս դեպքը կարծես թե նման երևույթի մասին ես լսել եմ մամուլում, բայց մանրամասները չգիտեմ։ Դիմում է դատարան միջնորդությամբ անձի նկատմամբ կալանավորում ընտրելու։ Մենք ունենք բազմաթիվ բողոքներ փաստաբանների կողմից, որ քննիչները չեն նշել օրենքով նախատեսված հիմքերը, չեն նշել հիմնավոր կասկածին վերաբերող տվյալները եւ դիմել են դատարան, դատարանն էլ տվել է սանկցիա։ Այս պահին իմ ձեռքին կա այդպիսի մեկ քրեական գործ, որը ինձ համար արտառոց է։ Հասարակության համար արտառոց չէ, որովհետեւ մի սովորական քաղաքացի է, նրան ոչ ոք չի ճանաչում։ Իսկ ինչով է ձեզ համար արտառոց դա։ Ինձ համար արտառոց է, որ չպետք է լինի նման երևույթ։ Ես չեմ կարողանում հանդուրժել նման երևույթները։ Եվ ես չեմ հանդուրժի անպայման կհասնեմ այն բանին, որպեսզի պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը թույլ է տվել այս իմ տեսակետից ապօրինությունը։ Չեմ կասկածում դրանում։ Արտառոցության մասին որ խոսացի, ինձ համար արտառոց է, բայց արտառոց չէ անձի տեսակետից։ Անձին չի ճանաչում հանրությունը։ Արտառոց է Հայկ Գևորգյանի պարագայում։ Նա լրատվամիջոցի ներկայացուցիչ է, ընդ որում հանրահայտ, շատ գրագետ, շատ համարձակ հոդվածներով, օպոզիցիոն թերթի ներկայացուցիչ։ Այս անձի ձերբակալումը, կալանավորումը չէր կարող չառաջացնել հզոր արձագանք։ Ինչպես ասում են, սոցիալական ցանցերը պետք է տրաքեին եւ որքան գիտեմ տրաքել են։ Այդպես իմ ընկերներն են ասել, գործընկերները։ Այս տեսակետից արտառոց է։ Եթե չլիներ այլ անձ, որևէ աղմուկ չէր լինի։ Եվ այս հարցը դուք չէիք տա ինձ։ Ասացեք, խնդրեմ, մամուլում շրջանառության մեջ է դրվում եւ խմբագրությունը հակված է կարծելով, որ սա
ոստիկանապետի անձնական վրեժն է եւ նույնիսկ խոսում են այն մասին, որ այսպես ասած Հայկի գլխին սարքել են ավտովթարը։ Դուք ինչպես կմեկնաբանեք սա։ Ես նման ինֆորմացիա չեմ տիրապետում, որպեսզի ասեմ սարքել են կամ ոչ, այս դեպքը Հայկի գլխին ես պետք է ինֆորմացիա ունենամ, որ հաստատեմ կամ ժխտեմ։ Այս ամենի հետևում կանգնած է ոստիկանապետը, ձեր հարցադրումը։ Նույնպես չեմ կարող այս հարցին տալ դրական կամ ժխտողական պատասխան, բայց իմ կարծիքը կարող եմ արտահայտել, որովհետև շատ լավ ճանաչում եմ ոստիկանապետ Վավա Գասպարյանին, դուք եք լավ ճանաչում, գիտեք, որ նա բավականին մեծ աշխատանքային փորձ ունի, իդեպ նաև ես ավարտել եմ միևնույն բարձրագույն քննչական դպրոցը Վոլգոգրադի։ Նա ունի ոչ մեծ փորձ աշխատանքային, որքան գիտեմ 1 թե 2-3 տարի, եթե չեմ սխալվում, աշխատել է որպես քննիչ, որից հետո զբաղեցրել է զանազան պաշտոններ, շփվել լրագրողների հետ եւ չէր կարող չիմանալ, որ Հայկ Գևորգյանը մի լրագրող է, որին ճանաչում է ամբողջ հանրությունը։ Չէր կարող չիմանալ, որ նրա ձերբակալում այն մեթոդներով, որոնք որ դուք եք ասում, կառաջացնեն մեծ արձագանք։ Պարզ ասած աղմուկ։ Այդ աղմուկը կա։ Կարող են այդ բանը չիմանալ։ Չէր կարող չիմանալ։ Իմանալ եւ անել, կատարել այն, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, չեմ հավատա երբեք։ Լավ, ֆորմալ առումով ինչ է լինելու հիմա։ Հայք ազատության մեջ է, բայց գործը կարճված չէ։ Սա մի ընթացակարգ է, որը պետք է տեղի ունենա քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, միջդատական վարույթ, նախաքննություն, որի ժամանակ պետք է հավաքվեն ապացույցները, եթե դրանք կան, պաշտպանական կողմը պետք է ներկայացնի իր հակափաստարկները, եթե դրանք ունի, համոզված եմ, որ կունենա, ճիշտն ասած չգիտեմ ով է ներկայացնում շահերը, եթե գիտեք, ձեր պալատից է։ Հաստատ մեր պալատից կլինի, ազգանունը չգիտեմ, լսել եմ Վահե Գրիգորյանը, ճիշտ է թե ոչ։ Կարծում եմ Վահե Գրիգորյանը կհասնի դրական արդյունքի։ Իսկ ընդհանրապես որքան է առավելագույն ժամկետը եւ սովորաբար այսպիսի դատավարությունները ինչպիսի վճիռ են ունենում։ Կա վիճակագրություն կամ 2 ամիս հետո կարող է երկարացվել, բայց չեմ կարծում, որ երկարացվի, որովհետեւ սա շատ պարզունակ գործ է, շատ պարզունակ գործ է։ Նախաքննությունը ավարտվելուց հետո, եթե չավարտվի քրեական հետապնդման դադարեցմամբ, գործի կարճմամբ, ապա քննիչը պարտավոր է գործի նյութերը տրամադրել պաշտպանական կողմին ծանոթանալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար։ Ну, sense ասենք, առավելագույնը ինչ է սպառնում Հայկին եւ սովորաբար բացի առավելագույնից ու տրամաբանության շրջանակներում սանկցիայով, եթե չեմ սխալվում, 2 տարի ազատազրկում է նախատեսում, ավելի ազատազրկման հետ կապված պատիժները չեմ հիշում հիմա, կա կալանք թե չկա կալանք, խոսքը ոչ թե խափանման միջոց կալանավորման մասին, այլ կալանք պատժի մասին է, դուգանք կա թե չկա չգիտեմ, չեմ հիշում, պարտավոր չեմ հիշել, իսկ դատական պրակտիկան առավելապես նման հանցատեսակների դեպքում չի կիրառում ազատազրկման հետ կապված պատիժ չի նշանակում։ Պարոն Սահակյան, վերջին ժամանակներս կարծես թե սովորություն է դարձել իրավապահ մարմինների աշխատանքը քննադատել, ինչ եք կարծում, որքանով են արդարացված այդ քննադատությունները։ Մեծամասամբ արդարացված են, փոքր մասով ոչ։ Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, որ ես ինքս եմ դրան մասնակից, ականատես, ականջալուր, որ տեղի են ունենում իրավունքի խախտումներ, կոպիտ խախտումներ, զանազան բնույթի խախտումներ են տեղի ունենում։ Կա հակառակը, որ մեղավորները այլ անձինք են, բայց արդարանալու համար փորձում են մեղադրել իրավապահ մարմիններին։ Ես հիմա չեմ վերցնում ինձ վրա պատասխանատվություն ասել տոկոսային հարաբերության որն է շատ, որը քիչ, բայց երկու երևույթներն էլ կան, իմ կարծիքով ավելի շատ խախտումները իրավապահ մարմինների կողմից են։ Եվ ինչ պետք է անել, որպեսզի ինչ միջոցներ ձեռնարկել վիճակը շտկելու եւ բարելավելու համար։ Տեսակ հավատս կորցրել եմ ամեն ինչի նկատմամբ, բայց այս վերջերս այդ հավատը կարծես թե վերականգնվում է։ Հավատս կորցրել էի մտածելով, որ ոչինչ հնարավոր չի անել այս երկրում։ Բայց վերջին ամիսները ինձ մասնավորապես ինձ, որովհետև ես տեսնում եմ, ես գիտեմ ինչ քայլեր են ձեռնարկվում
Կարող է իմ գոլեգաների մի մասը չգիտեմ, բայց անձամբ ես գիտեմ, որ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի դատաիրավական բարեփոխումներ ընթանան իրենց բնականon հունով։ Մասնավորապես մենք համագործակցում ենք նախագահի աշխատակազմի հետ եւ փաստաբանների պալատի խորհուրդը ձեռնամուխ է հիմա եղել, որպեսզի այն դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը գոյություն ունի 2012-2016 թվականների համար, մենք մշակենք, ներկայացնենք մեր առաջարկությունները բարելավելու այդ ծրագիրը, որպեսզի ծրագիրը դառնա իրականություն, կյանքի կոչվի։ Չմնա թղթի վրա, որտեղ շատ որոշումներ են, որ մնում են թղթի վրա, շատ դրական բարի ցանկություններ մնում են թղթի վրա եւ ի կատար չեն ածվում։ Բայց կարծում եմ, որ այսօր իշխանությունները որոշ իշխանության ներկայացուցիչներ պատրաստ են այս աշխատանքին լծվել են եւ պետք է սայլը տեղից շարժվի։ Որն է իրավապահ համակարգի բարեփոխման ամենագլխավորը, որ դրանից պետք է ամենագլխավորը իմ համոզմունքն է, ես բարձրաձայն միշտ ասել եմ, անձերից է կախված։ Մենք ունենք շատ լավ օրենքներ, որոնք չեն կատարվում։ Այդ օրենքների մեջ կան բազմաթիվ թերություններ, բայց եթե կիրառվի օրենքը այնպես ինչպես որ կա, շրջանցելով են խութերը, որոնք ակամայից մտել են օրենքի մեջ, ապա իրավիճակը կլինի նորմալ, այսքան դժգոհություններ չեն լինի։ Այսինքն մեզանից պահանջվում է գործել օրենքին համապատասխան։ Բոլորից է պահանջվում գործել օրենքին համապատասխան։ Այդ թվում դա շատ է կախված առաջին դեմքերից։ Ես գտնում եմ, որ այստեղ մեծ դերակատարություն պետք է ունենան առաջին հերթին գլխավոր դատախազը, Վճռաբեկ դատարանի նախագահը, ոստիկանության քննչական ստորաբաժանումները, ես նկատի ունեմ քննչական ապարատի հետ կապված, քննչական վարույթի հետ կապված խնդիրները, քրեական վարույթի հետ կապված խնդիրները, որպեսզի բոլորը իմանան, որ օրենքը խախտել չի կարելի եւ խախտողների համար պատասխանատվությունը պետք է լինի անխուսափելի։ Անցած տարեվերջին տեղի ունեցավ փաստաբանության մասին օրենքի փոփոխություն, մի քանի փոփոխություն, կարող եք ներկայացնել դրանցից ամենագլխավորները։ Փաստաբանական դպրոցի հիմնման ամրագրումը օրենսգրքում, փաստաբանների շարունակական վերապատրաստման տարեկան 24 ժամ պարտադիր վերապատրաստում ստանալու պարտականությունը, Փաստաբանների պալատին հնարավորություն ընձեռվեց անցկացնել ոչ թե ժողովներ այնպես, ինչպես այսօր ենք անցկացնում, հավաքվելով մի մեծ դահլիճում 1130 փաստաբան, հաճախ դժվար է բոլորին հավաքել, քվորում ապահովել, դահլիճ գտնել, այլ մենք ստացանք իրավունքը անել ընտրությունները, մեր ժողովները անցկացնել հետևյալ կերպ, ինչպես անցկացվում են նախագահի ընտրությունները, ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները, հայտարարում ենք ընտրությունների օրը, ասենք խորհրդի անդամների ընտրություն, կարգապահական վարույթներ նախապատրաստող անձանց ընտրություն, հայտարարում ենք օրը, թեկնածուների առաջադրում, քարոզարշավ, քվեարկության օր։ Ես հիշում եմ առաջի պալատի ընտրությունները, ինքս լուսաբանել եմ Արմենիան Մայրոթ հյուրանոցում, ես հիշում եմ այն մղձավանջային օրերը, ժամերը, ճամբարները, երբ դուք կարծում եք այս փոփոխություններով դա չի կրկնվի։ Հնարավոր է եւ կրկնվի։ Չնայած շատերը արդեն տեսան, որ այստեղը քաղցր տեղ չի։ Շատերով Տիգրան Տերեսյանը։ Շատ շատերը, բոլորը գրեթե։ Որքանով ես տեղյակ եմ, նոր օրենքի փոփոխությամբ ընդլայնվում է այն մանձանց եւ քաղաքացիների ցանկ, ովքեր որ կարող են անվճար իրավաբանական օգնություն ստանալ։ Եվ խոսքը վերաբերում է իրավաբանական օգնության քաղաքացիական, սահմանադրական եւ վարչական գործերով։ Դա ինչ է նշանակում։ Եվ արդյոք դուք ունեք այն ռեսուրսները, որպեսզի այս սոցիալապես անապահով խավերին, որոնց եւ հասցեագրված է եւ որոնք են այդ թիրախային խմբի հիմնական հաշվառումներն։ Օրենքի նախագծում կար օրենքի 41-րդ հոդվածում սահմանված էին 11 մարդկանց կատեգորիաներ, որոնց սոցիալական խմբեր, որոնց պետք է տրամադրվեր անվճար իրավաբանական օգնություն, սակայն տեղի ունեցավ մի ցավալի իրավիճակ, ստեղծվեց մի ցավալի իրավիճակ, որ ընդհանցակարգային խնդիրներ առաջացան։
առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում։ Որոշակի փոփոխություններ եղան, որոնք առաջին ընթերցման անցել են, երկրորդ ընթերցման չէին անցել, եւ եթե մենք օրենքը չընդունենք, դա եթե հիշում եք դեկտեմբերի 8-ն էր, ապա դրանից հետո չէր լինի ազգային ժողովի նիստ եւ այն աշխատանքը, որը կատարվել էր, կմնար թղթի վրա եւ օրենք չէր դառնա։ Գուցե դա էր պատճառը, որ որպեսզի օրենքը իր ամբողջ ծավալով ընդունվի բացառությամբ այս 41 հոդվածը, օրենքը ընդունվեց, իսկ 41 հոդվածի այդ 11 դեպքերը տեղափոխվեցին 2013 թվական, 8 դեպքը 2013, 3-ը 2014 թվականի հունվար։ Ցավալի է, որ այդպես եղավ։ Կարծում եմ, որ մենք կարողանանք մեր մեջ գտնել հնարավորություն եւ որքան հնարավոր է շուտ հունվարից ավելի առաջ բերել այս գործընթացը։ Ինչ վերաբերում է ռեսուրսներին, միջոցներին, ապա չեմ կարծում, որ կառավարությունը պատրաստ չի տրամադրել այդ միջոցները, այսօր էլ կառավարությունը տրամադրում է այնքան միջոց, որքան որ մենք պահանջել ենք։ Մենք այսօր ունենք 32 հաստիկ հանրային պաշտպանների, նրանք ապահովված են բավականին բարձր աշխատավարձով։ Ես կոչ եմ անում հանրությանը իմանալ, որ հանրային պաշտպանները վարձատրվում են բյուջեի կողմից, բյուջեն ֆինանսավորում է պալատին։ Հանրային պաշտպանները կարող են ունենալ ցանկացած քաղաքացի, թե սոցիալապես անապահով խավը։ Միայն սոցիալապես անապահով խավը, բայց քանի որ այսօր միայն քրեական գործով են, այդ քրեական գործերով կարելի է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, ապա նրանք պետք է դիմեն վարույթ իրականացնող մարմնին, քննիչին, դատարանին, որպեսզի այդ մարմինները դիմեն հանրային պաշտպանի գրասենյակին հատկացնելու օրինակի համար ընտանեկան նպաստ ստացող ընտանիքը, որը զրկվել է նպաստից, այսօր չի կարող դիմել։ Երբ կարող է։ Քաղաքացիական գործերով կարող են դիմել միայն ալիմենտի կերակրողին կորցնելու, արտադրությունում առողջությանը վնաս պատճառելու դեպքերով, իսկ մնացած բոլոր դեպքերով կարող են դիմել 2013 թվականի հունվար ամսից։ Մի տարի դեռ պետք է սպասել։ Այո։ Եվ դուք փոփոխություն կատարեցիք նաև կարգապահական վարույթի իրականացման կարգի վերաբերյալ։ Կարող եք ասել նոր փոփոխությամբ ինչ է նախատեսված։ Ես ունեմ փաստաբան, որը ինձ խաբել է, կամ ես կասկածում եմ, որը ինձանից գումարներ է վերցրել եւ ոչինչ չի արել։ Ինչպես ես պետք է արտահայտեմ բողոք։ Դուք պետք է ներկայացնեք ձեր փաստարկները, հիմնավորված փաստարկները Փաստաբաների պալատի նախագահին։ Փաստաբաների պալատի նախագահը, եթե կգտնի, որ կան հիմքեր հարուցելու կարգապահական վարույթ, առերևույթ կան հիմքեր հարուցելու կարգապահական վարույթ, ապա որոշմամբ հարուցվում է այդ վարույթը, փոխանցվում նորամուծությունը հետևյալումն է կայանում, որ առաջվա կարգապահական հանձնաժողովի փոխարեն մենք ընտրում ենք 20 գործեր նախապատրաստող անձինք, նախագահը դրանցից մեկին է փոխանցում, մենք տարեկան ունենում ենք մոտարապես 30-33 վարույթ։ Հիմնականում ինչի հետ են կապված այդ բողոքները, որքան հիշում Ձեր ասած դեպքը փողը վերցրել է գործարել, անցել է հակառակորդի կողմը։ Եվ զան նման բնույթի խնդիրներ, բայց մի խնդիր կա այստեղ։ Դիմող կողմը պարտադիր պետք է ներկայացնի իր ապացույցները։ Յուրաքանչյուրը պետք է իր փաստերը ինքը ապացուցի։ Այնպես չստացվի, որ նա բայց փոփոխությունը գոհացրել է փաստաբաններին։ Մի հատվածին գոհացրել եմ, մյուս հատվածին ոչ։ Պարոն Սահակյան, գուցե մի քիչ շատ պարզունակ թվա հարցս, ինչու են մեր փաստաբանները աղքատ։ Միացյալ Նահանգներում իրավաբան դառնալը դա նախ առաջինը ընտանեկան որոշում է, ոչ թե մեկ անհատի, որտեղ դա շատ թանկ արժե սովորելը, երկրորդը դա ապահովում է, որ մարդ հարուստ լինի, այսպես ասած լոյերները, որ գլենդելահայության մոտ հատկապես շատ պոպուլյար են այդ մասնագիտությունը, դրանք իսկապես ապահովված մարդիկ են։ Մեր մոտ հիմնականում փաստաբան են դառնում նախկին իրավապահ համակարգի այսպես դուրս մնացածները կամ գոնե նրանք, որոնք որ ես ներողություն եմ խնդրում գուցե շատ կենցաղային ձևակերպման համար, բայց որ չունեն հնարավորություն ավելի տակ տեղ գնալ։ Փաստաբանի հոտ չի գալի, այսինքն փաստաբանի տեսք չունեն, շարժուձև չունեն, այդ կուլտուրան իրանց մեջ չունեն։ Եկեք նայենք հասարակության վիճակին այսօր, նույնպիսին նաև փաստաբանությունն է։ Ես համաձայն չեմ, որ փաստաբանություն են գալիս միայն նախկին իրավապահ մարմինների ներկայացուցիչները, մենք այսօր ունենք բավականին շատ նոր շրջանավարտներ,
շատ լավ երիտասարդներ, շատ գրագետ երիտասարդներ, ունենք նաև իրավապահ մարմիններից եկած շատ գրագետ անձինք, մենք ունենք հոյակապ քննիչներ, որ լքել են քննչական ապարատը, եկել մեզ մոտ միայն մի պատճառով, որ աշխատավարձը քննչական ապարատում ցածր է, ոմանք ասեն ինչպես է, նրանք կաշառք են վերցնում, ոչ կաշառք արդեն պակասել է, եւ քննիչները փախնում են այդ ծանր տաժանակիր աշխատանքից եւ գալիս են փաստաբանություն։ Վաղը ամսի 7-ին մենք ունենք խորհրդի նիստ, որին մենք պետք է ընդունենք մի անձի, որպես արտոնագրենք։ Նա հանձնել է որակավորման քննություններ, բավականին բարեհաջող Խաչատուր Խաչատրյան, շնորհակալ եմ, որ նա եկել է փաստաբանություն հոյակապ փաստաբան լինելու, նախկին քննիչ, հատկապես կարևորագույն գործերով քննիչ։ Այո, կան փաստաբաններ, որոնց հետ ես չէի ցանկանա լինել նույն դահլիճում։ Ну գուցե իրանք էլ կասեն, որ ինձ հետ չէին ցանկանա լինել, դա իրենց գործն է, իմ ասածն էլ իմ գործն է։ Ամենևս այդպիսի փաստաբաններ ունենք եւ այս փաստաբանության մասին օրենքով մենք կունենանք իրավիճակներ երբեմն ազատվել այն փաստաբաններից, որոնք ամենակոպիտ խախտումներն են թույլ տալիս։ Օրինակ, եթե փաստաբանը մասնակցում է գործի քննությանը, ներգրավում է որպես մեղադրյալի կասկածյալի պաշտպան քննիչի վարույթ իրականացնող մարմնի հրավերով, ոչ պաշտոնական հրավերով, ապա այդպիսի փաստաբանը իրավունք չունի տեղ ունենալու մեր պալատում։ Նա պետք է նրա արտոնագրի գործողությունը պետք է դադարեցվի։ Գիտեք, ես մի բան եմ հասկացել, որ ինչով է լավ փաստաբանը տարբերվում վատ փաստաբանից։ Մենք միասին մասնակցել ենք մի քանի դատական նիստերի, որտեղ ես լուսաբանել եմ, դուք եղել եք հիմնականում դատապաշտպան։ Ես հիշում եմ, որ վատն էին այն փաստաբանները, որոնք օգտագործում էին այսպես կոչված խորհրդային լեզուն։ Երբ որ միջնորդությունը 8 էջ էր, բայց դա հասկանալու համար պետք էր մի ամբողջ ռեբուս կազմել, խճանկար դնել, թե ինչ էր ասում երկար հղումներով։ Որ սահմանադրական դատարանի որոշումը լիներ, անկեղծ ասած, այդքան երկար էր։ Նախ առաջինը, արդյոք այ փաստաբանական դպրոցի մեջ մտնում է լեզվի իմացությունը եւ առաջի հերթին փաստաբանական լեզվի իմացությունը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ես ինքս անձամբ հիշում եմ, որ գալի ասում եմ, «Պարսահակյան, ինչ է ուզում ծրագրի մեջ կա դա»։ Այո։ Այո, կա։ Ով է դասավանդելու կամ դա արդյոք Ես իմ անունները չեմ տա, մենք ունենք մի շտեմարան դասախոսների, բավականին մեծ թիվ է կազմում, նրանցից պետք է ընտրենք մեր տեսակետից լավագույններին եւ ընթացքում ռոտացիա լինի, ով չարթարացրեց իրեն, ով ճիշտ լավ չգնահատվեց ունկնդիրների կողմից, ապա նրանցից պետք է բաժանվենք, նրանց փոխարեն պետք է նորերը գան։ Վերադառնալով ձեր նախորդ հարցին, ինչու մեր փաստաբանները լավ չեն վարձատրվում։ Կան փաստաբաններ, որ շատ լավ են վարձատրվում, իմ չափանիշներով։ Կան փաստաբաններ, որ շատ ավելի են վարձատրվում, որքան արժանի են։ Կան փաստաբաններ, որ քիչ են վարձատրվում, դա էլ կապված է ժողովրդի սոցիալական վիճակով։ Ինչակցից գումար չես վերցնի։ Ես կարծես թե բավականին բարձր աշխատավարձ եմ ստանում, բայց եթե Աստված օչանի կարիք ունենամ, իմ աշխատավարձով ես չեմ կարող ապահովել երբեմն այն լավագույն փաստաբանի ցանկությունը հոնորարի առումով։ Եվ ես էլ կդիմեմ գուցե հանրային պաշտպանի գրասենյակի ծառայության։ Իդեպ Միացյալ Նահանգներում կա կարծիք, որ կարևոր չի թե դու ինչ ես արել, կարևոր ով է քո փաստաբանը։ Ասացեք, խնդրեմ, որքանով բախտորոշիչ կարող է լինել լավ փաստաբանի մասնակցությունը դատին այստեղ, այսինքն մենք ասում ենք, որ իրավապահ համակարգում կան թերություններ, որ համակարգը կոռումպացված է, բայց արդյոք լավ փաստաբանը կարող է գործի քննության ընթացքը փոխել կամ պայքարել այն բոլոր թերությունների հետ, որոնք եղել են նախաքննության ընթացքում։ Կարող են այլ բան է, կհաջողվի թե ոչ այլ բան է։ Լավ փաստաբաներ շատ ունենք, շատ լավ կհաջողվի թե չէ։ Շատ լավ պատրաստվում են, շատ լավ միջնորդություններ են ներկայացնում, տակտիկական օրենքից բխող ճիշտ քայլեր են ձեռնարկում, բայց չեն հասնում արդյունքի, որովհետև հանդիպում են մի պնդաճակատ քննիչի, ավելի պնդաճակատ դատախազի, չեն կարողանում իրենց կարծիք անցկացնել վերաքննիչ դատարանում, վերաքննիչ դատարանով էլ հիմնականում փակվում է վարույթը։ Վճռաբեկ դատարանը 95% չի ընդունում։ Ինչու, որովհետև շատ ծանրաբեռնված է, թե որովհետև Եթե ծանրաբեռնված է, թող հաստիկները ավելացնեն։ Դուք կարծում եք ծանրաբեռնված է։ Ես գտնում եմ, որ ծանրաբեռնված է, այո։ Ես գտնում եմ, որ կարելի է օգնականների միջոցով, խելացի օգնականներ, խելացի իրավաբաններ մենք շատ ունենք։ Օրինակ, ես գիտեմ, որ ներկայիս Արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը աշխատել է Վճռաբեկ դատարանում որպես խորհրդական
եւ նա այն անձն է, որի ձեռի տակից դուրս են եկել փայլուն նախադեպեր, որոնք ստորագրվել են վճռաբեկ դատարանի անդամների կողմից որպես նախադեպային որոշումներ։ Ապա այդպեսի թող օգնականների թիվը ոչ թե 1-ը, 2-ը լինեն, այլ 5-6-ը լինեն։ Եղավ, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյանի կարծիքով լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության փաստը եւ արտառոց է եւ արտառոց չէ։ Արտառոց չէ այն իմաստով, որ այսպիսի ձերբակալություններ լինում են եւ իհարկե դա շատ վատ է, որ լինում են, բայց սա հերթականն է այդ շարքից եւ արտառոց այն իմաստով, որ ձերբակալվածը ուղղակի քաղաքացի չէր, այն հանրային նշանակություն ունեցող մարդ էր, այս դեպքում լրագրող եւ ընդդիմադիր օրաթերթ ներկայացնող։ Եվ երկրորդը, որ պարոն Սահակյանի կարծիքով առաջկա դատավարությունը, որ կարող է տևել ընդամենը 2 ամիս, ամենայն հավանականությամբ կավարտվի առավելագույնը 2 ամիս կավարտվի ոչ լրագրողի ազատազրկմամբ, այլ պատիժ, որը չի ենթադրում ազատազրկում։ Եվ արդեն խոսելով փաստաբանական դպրոցի եւ փաստաբանների մասին հայտնի է, որ տարեվերջին տեղի ունեցել նոր փոփոխություններ եւ արդեն 2013 թվականի հունվարից անապահով, սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները կարող են ոչ միայն քրեական, այլև քաղաքացիական, վարչական եւ սահմանադրական բոլոր հարցերով եւ գործերով ակնկալել պալատի հանրային պաշտպանի ծառայությունները։ Եվ ամենակարևորը, որ եթե դուք բողոքներ ունեք ձեր փաստաբանից, ապա կարող եք դիմել Փաստաբանական պալատ, որտեղ գործում է հանձնաժողով, որը կուսումնասիրի ձեր բողոքը, եւ եթե կան հիմնավոր փաստարկներ, ապա կարգի կբերեն ձեր փաստաբանին։ Փոխաբերական իմաստով, այսքանը, եթե բաց եք թողել մեր զրույցը, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։